Շնորհակալություն, պարոն Հակոբյան, դուք ասացիք, որ 24 թվականին 23 թվականի համեմատությամբ եկամուտները մուտքերը ավելացել են 5.1%-ով։ Կասեք արդյոք 24 թվականին նախատեսվածից ինչքան ապակաս մուտքագրվել նախատեսվածից եւ ինչ պատճառներով այդքան պակաս մուտքագրվել։ Հաջորդ հարցը ավտոներկրողների հետ կապված։ Տեսեք, դուք ասում եք, որ դա էապես ազդել է եւ իսկապես էապես ազդել է մուտքերի վրա այդ ոլորտի այսպես կոչված տրանսֆորմացիան։ 24 թվականին երբ որ քննարկում էինք համանման զեկույց 23 թվականի համար, ասում էին, որ այսպես կոչված աշխատանքների շնորհիվ լրացուցիչ մուտքագրվել է պետական բյուջե ավտոներկրողներից թաքցված, այսպես կոչված խաբեությամբ պահված գումարներ մոտ մի 40 միլիոն դոլարի չափով։ Այնինչ անցած տարվա հոկտեմբերի դրությամբ Վրաստանից միջինասիայով Ռուսաստան է գնացել մոտավորապես 1 միլիարդ դոլարի ավտոմեքենա եւ դրա ճնշող մեծամասնությունը եթե ոչ ամբողջովին արել են մեր հայ տնտեսվարողները, որոնք իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան։ Այդ արդյունքում Հայաստանի պետական բյուջե, ինչպես նաև դուք նշեցիք, ոչ թվաբանական իմաստով, այլ որակական իմաստով, Հայաստանի պետական բյուջեն չի ստացել ուղիղ մուտքերով մոտավորապես 300 միլիոն դոլար։ Հիմա ինչ որ բան անում եք դուք այդ ոլորտը առողջացնելու համար, ենթահարց եւ տեղյակ եք արդյոք այն հարյուրավոր գործերից, որ ՊԵԿ-ը տվել է քննչական կոմիտեին, այդ հարյուրավոր գործերից ավտոներկրողների հետ կապված, կա գոնե մեկ գործ, որը գնացել է դատարան։ Շնորհակալություն, նախ նշեմ հարկերի մասով 92.7% ընդհանուր նախորդ ճշտված ծրագրի համեմատ կատարողական ունենք, բայց այստեղ նորից ես ուզում եմ հղում անել այն իմ ասացին, այսինքն ինչ է տեղի ունեցել տարվա ընթացքում եւ որոնք են եղել են գործոնները, որոնք բերել են այդ հանգամանքին։ Տարվա ընթացքում, եթե օրինակ փորձեք հետևել մեր այդ բյուջետային ուղերձի կանխատեսումների վերանայման տրամաբանությանը, ապա բյուջեով 2 տրիլիոն 553 միլիարդ էր նախատեսված, այնուհետև միջնորամկետ ծախսերի ծրագրով 2.497, այնուհետև 2.456, այսինքն աշճանաբար այդ կանխատեսման ուղին դեպի ներքև ցույց է տրվել եւ արդյունքում այդ վերջի կանխատեսումից հետո, որը եղել է 2.456 միլիարդ, փաստացի ունեցել ենք ավելի քիչ 2 ավելի կոնկրետ ասեմ 2.391 միլիարդ, որը այդ նշածից համեմատ ավելի քիչ է փոքր, քան սկզբանե նախատեսված էր։ Հիմա եթե գանք գործոններին, ապա պետք է գիտակցենք, որ տնտեսական աճի դեպի ներքև ռիսկեր կային եւ տնտեսությունը գործում էր անորոշության մեջ եւ այն արտաքին գործոնները, որոնք որ նպաստում էին տնտեսական աճին, դրանց շուրջ պատկերացումները տարբեր էին եւ այդ ռիսկերի մասին նշվում էր մեր կանխատեսումների ժամանակ, դրանք դեպի ներքև ոնց որ տարան տնտեսական աճը եւ դա տնտեսական աճը ձևավորվեց այն միջակայքում, ինչ որ ի սկզբանե նաեւ ռիսկերով կանխատեսվում էր, այսինքն կարելի ասել հարկման բազայի որոշակի նվազում է եղել 2024 թվականին սպասվածի համեմատ, բայց նաեւ դրան ավելացել է այն իմ նշած գործոնները, մասնավորապես այդ ներմուծման նվազումները, որոնք որ ի սկզբանե հեշտ չէր կանխատեսելը, տարվա ընթացքում ավելի ակնհայտ է դարձել ավտոմեքենաների ու ծխախոտի մասով, եւ երրորդը, ինչպես նշեցի, բանկերի եւ շինարարության վճարվելիք հարկերը, որոնք որ ավելի շատ տեղափոխվել են այս տարի։ Այսինքն այս բոլոր գործոնների համախումբը բերել է որոշակի ավելի ցածր հավաքագրումների, քան ի սկզբանե սպասվում էր։ Բայց նորից էլի նշեմ, որ ստվերի կրճատման ջանքերը սրա արդյունքում չեն նվազել։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն կոնկրետ ձեր մյուս հարցին, ավտոմեքենաների ներմուծման հարցին, տեսեք, այստեղ այս պահին ձեռքից տակ գնահատական չունեմ, թե հատկապես ինչքան կարող էր դրա պատճառով, չնայած մի րոպե ես մոտավորապես հնչեցնեմ,
եթե ավտոմեքենաների մասով խոսենք, մի գնահատական ունենք, որը մոտավորապես 40 միլիարդի մասին է, 40-41 միլիարդ դրամի մասին է 2024 թվականի համար, բայց այստեղ պետք է գործոնները փորձենք մի քիչ ավելի բազմակողմանի նայել, այսինքն միայն ձեր նշվածը չի։ Միգուցե որոշակի հարկումը տվյալ ոլորտի կարող որ սահմանափակող դեր ունենար, բայց մեր գնահատմամբ առանցքային գործոնները երկուսն են, մեկը Ռուսաստանի կողմից այդ ուտիլիզացիոն վճարի ներդրումն է, մյուսը Վրաստանի կողմից արդեն սահմանափակումներն են, որոնք բերել են այդ իրավիճակին։ Հիմա իրավիճակը շտկելու ուղղությամբ իրականում արդեն սկսել ենք որոշակի քննարկումներ, հասկանալու թե այն հարկման են մեխանիզմը, որը անցած տարվի դրվեց, ինչ ձևով կարող է վերանայվել, որը կարող է լրացուցիչ ազդակ հաղորդել այդ շուկային, բայց դա դեռ քննարկումների փուլում է, բայց ամեն դեպքում ախտորոշումը նա է, որ հիմնական գործոնները արտաքին գործոններ են, ոչ թե ներքին գործոն։ Պարոն Հակոբյան, ես ասում եմ պաշտոնական տվյալ եմ ասում, որ Վրաստանի այդ ծառայություններն են հրապարակել, որ հոկտեմբերի 10-ի դրությամբ անցած տարվա 1 միլիարդ դոլարի մեքենա Միջինասիայով Վրաստանի Միջինասիայով գնացել է Ռուսաստան։ Այսինքն այդ ուտիլիզացիոն զբոսաշրջիկների հետ կապված բան այդքան էլ խանգարող հանգամանք չի հանդիսացել։ Եվ դրա ճնշող մեծամասնությունը եղել են հայ տնտեսվարողների արած գործողությունների արդյունքում։ Դրանք պետք է գային Հայաստանով գնային, այնց են գնացել, փողերը մնացել է Վրաստանում, մնացել է Միջինասիայում։ Եվ դա բանը, ուղղակի բանը, ես հետաքրքրվել եմ եւ հաշվարկել եմ, էլի կազմել է մոտավորապես 300 միլիոն դոլարի չափ։ Հիմա տեսեք ասբանը, բայց այդուհանդերձ հարց առաջանում էլի հարյուրավոր գործեր ՊԿ ուղարկել է քննչական կոմիտե, որոնք ասենք չարաշահումներ են եղել առերևույթ 10 միլիոն դրամից ավել չարաշահումներ են եղել։ Է շատ բարի։ Բայց ո՞նց է եղել, որ ՊԿ-ի աշխատակիցները կարողացել են այդ տնտեսվարողների հետ այնքան բարեկիրթ, այնքան գեղեցիկ ձևով զրուցել, հասկացնել, որ այդ մարդիկ հրաժարվել են այդ գումարներից կամ նույնիսկ շատ դեպքերում էլ վերադարձրել են։ Իսկ ՊԿ-ը չէր կարող այդքան բանը բացատրել։ Այստեղ է հարց առաջանում։ Այդ ո՞նց է այդ մեխանիզմը աշխատել եւ ոչ մի չի գտնվել մի համար տնտեսվարող, որ պայքարի իր իրավունքների համար եւ արդյունքում այդ վեճը լուծի դատարանը ոչ մի հատ գործ դատարան չի գնացել։ Սա անհանգստացնող չի, պարոն Հակոբյան։ Եվ խնդրում եմ ձեզ իսկապես այդ ուղղությամբ աշխատանքներ կատարեք, տեսեք որտեղ է թերությունները, որովհետեւ մենակ այդ ավտո ներկրողները չեն, որ բերում են տանում են Ռուսաստան ծախում են։ Այստեղ հսկայական մի զանգված կա, որ աշխատում այդ ուղղությամբ։ Մեկը պայստամասա բերում, մեկը վերանորոգում է, մեկը չգիտեմ ինչ անում։ Մոտ 10,000 մարդու մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Շատ լավ, ես խնդրեմ այն ինչ որ դուք ասում եք աշտանքային կարգով ձեր վերլուծությունը ուղարկեք, մենք էլ տեսնենք թե այդ ինչ գնահատում է կարևոր այդ նվազում կա։ Ես նվազման չափի մասին մեր գնահատականները հնչեցեցի, բայց ելի եմ ասում, գործոնները ավելի շատ արտաքին են։ Իհարկե, այն գործողությունները, որոնք որ ՊԿ-ի կողմից իրականացվել են, նաև որոշակի սահմանափակող ազդեցություն ունեցել են։ Հիմա կոնկրետ ցուցանիշ ձեռքի տակ չունեմ, թե որքանն է դատարան գնացել քննչական կոմիտեին, բայց այն որ ենթադրաբար ոչ մի հատ, որովհետև 6 ամսվա ընթացքում երբեք չեմ առնչվել։ Այսինքն երբեք օրինակ չի բարձրացվել խնդիր, որ այս մասով բան ունենք, խնդիր ունենք քննարկելու, եւ դա ինձ հուշում է, որ այո, ասենք իրականության մեջ գործերը դեռ ասենք քննչականում են, բայց կարող է նաեւ լինի գործեր, որոնք որ դատարանում են, դա կարող ենք աշտանքային կարգով ստուգել ձեր հետ կիսվել, իսկ իմ տեղեկություններով, երբ որ ես քննարկում էի գործընկերների հետ, այդ չարաշահումները այն մասը, որոնք որ իրականում բացահայտվել եւ ուղարկվել են քննչական կոմիտե, դրանք այն չարաշահումներն են, որոնք տնտեսվարողները չեն համաձայնել վճարել կամ օրինակ օբյեկտիվ հիմքեր են եղել հաշվարկների արդյունքում, որ իրանք իրականում չարաշահումներ են իրականացնում եւ դրանց մի մասը ուղարկվել է քննչական կոմիտե։ Հիմա թե որ մասն է, ինչը դե բնական է, այսինքն դա բնականում վարչարության գործընթաց է, այսինքն երբ որ տնտեսվարողը տեսնում է, որ ինքը չի կարողանում հիմնավորել եւ մեր արգումենտները ավելի պինդ են, այսպես ասված, հետո հաջորդ փուլում համաձայնվում է։ Հիմա թե դրանցից որ մասն է այդպես եղել, որ մասը այլ ձևով, դա պետք է մտ առանձին ախտորոշման ենթարկվի, բայց ես նշեցի։
մենք արդեն մեկնարկել ենք այդ մեր կողմից կարգավորումների փոփոխության քննարկումներ։